Հայաստան բանականությունը չի քթել։ Բա իմացաք, Ռոբերտ Քոչարյանը ծանոթացել է արհեստական բանականության հետ։ Կյանքն ա պատմում, հարցեր տալիս։ Դե մարդկանց հետ շփվելը վերջին ասուլիսին ասեց իրան այդքան էլ հաճելի բան չի։ Իր այս նոր ընկերոջը խնդրել է երկիր մոլորակի վրա գտնել իր նման երկրորդ արդյոք կա թե ոչ։ Վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերել։ Քոչարյանը նեղսրտած է, չի հասկանում ինչի են իրան դատում, ասում է համապատասխան հոդված չկա։ Ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է եւ չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ես էլ եմ դիմում արհեստական բանականությանը։ Հնարավոր է միայն պետական պաշտոններ զբաղեցնել ու շատ կարճ ժամանակում միլիարդատեր դառնալ։ Ոչ, հնարավոր չէ։ Նման դեպքերը որպես կանոն անմիջականորեն կապվում են կոռուպցիայի կամ պաշտոնյական դիրքի չարաշահման հետ։ Աբսուրդը ծակ գրպանով Հայաստանի ղեկավար դառնալն ու շատ կարճ ժամանակում 100 միլիարդավոր դրամների, Երևանի կենտրոնում գտնվող բազմաթիվ բնակարանների, ամենախոշոր բիզնեսների, կղզու սեփականատեր դառնալն է, այնպես որ հանգիստ դատվեք, այսքան բան։